Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար։ Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելհին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Միևնույն ժամանակ Իսլամաբադից հայտնել են, որ կողմերը կապ են պահպանում դիվանագիտական խողովակներով։ Ռուսական ուժերը անօդաչուներով հարվածել են Խարկովին, վերջին տվյալով 50-ից ավելի մարդ է տուժել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ թիրախավորվել են բնակելի թաղամասեր։ Մինչ աշխարհը տատանվում է որոշումներ կայացնելու հարցում, Ուկրաինայում գրեթե ամեն գիշեր սարսափ է տիրում։ Հարկավոր է ամրապնդել մեր օդային պաշտպանությունը, մեզ անհրաժեշտ են ուժեղ որոշումներ և իրական լուծումներ Կիևի գործընկերներից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, նրանցից, ովքեր ձգտում են խաղաղության, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել և ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերը։ Պայթյուններ են լսվել Ղրիմում, հաղորդվում է, որ Նովորոսիսկում բնակելի շենքեր են վնասվել կամ տուժածներ։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունը, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդությունից։ Թեմի Բրյուսը հայտարարել է, եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ամերիկյան կողմի դերակատարման բնույթը կփոխվի, ինչի մասին բազմիցս ասել են ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը։ Որոշ լրատվամիջոցներ մեր հայտարարությունները ներկայացրել են որպես Ուկրաինայից կամ խաղաղության գործընթացից հրաժարվելու ազդանշան։ Դա ճիշտ չէ։ Հիմա մենք միջնորդի դերում ենք, սակայն եթե Մոսկվան և Կիևը ջանքեր չգործադրեն, հետ կքաշվենք։ Դա չի նշանակում, որ հրաժարվում ենք հրադադարի հասնելու ցանկությունից, մանրամասնել է Պաշտոնյան։ Երեք լրագրողների հետ ճեպազրույցում Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել, սակայն այլևս չի պատրաստվում յուրաքանչյուր կանչով մեկնել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումներ միջնորդելու համար։ Ժամանակն է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ներկայացնեն հակամարտության ավարտի վերաբերյալ իրենց գաղափարները։ Այժմ ամեն ինչ կախված է նրանցից, նշել է պետքարտուղարության խոսնակը։ Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային։ ԶԼՄ-ները գրում են, որ ավիահարվածներ են հասցվել Դամասկոսում և մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտներին և Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով մեկ քաղաքացիական անձ է զոհվել կամ տուժածներ։ Երեկ էլ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին հարվածելու մասին։ Բենյամին Նեթանյահուն և Իսրայել Կացը նշել են, սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ սպառնալ դրուզների համայնքին, նշված է հայտարարության մեջ։ Օրերս տեղեկություններ են տարածվել, որ Դամասկոսի մոտակայքում բախումներ են եղել զինված խմբավորումների և դրուզների ներկայացուցիչների միջև։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։